փորձել ենք պարզել, թե ինչ են պատրաստվում փոխել նախագահի թեկնածուները ընտրվելու դեպքում գիտության եւ կրթության ոլորտներում։ Նախագահի թեկնածուներից ոչ բոլորն ունեն նախընտրական ծրագրեր։ Ռաֆի Հովհաննիսյանը ծավալուն ծրագիր ունի, որտեղ գիտությանը եւ կրթությանը անդրադարձել է առանձին ենթաբաժիններով։ Գիտությունը այսօր հայտնված է չարքաշ վիճակում, այնց աղքատ ազգականի վիճակում է հայտնված այս երկրում, այսինքն ամենացածր աշխատավարձերը ստանում են գիտնականները, նույնիսկ ավելի ցածր, քան ուսուցիչները, որը աբսուրդ է։ Նման պայմաններում խոսել գիտության զարգացման մասին, ինովացիոն նոր զարգացման մասին բավականին բարդ է։ Վերաբաշխել պետության այսօրվա պետական բյուջեն թեկնածուն չի պատրաստվում, այլ կարծում է, որ կառավարման Խուշուդյանի խոսքով նորմալ պայմաններում պետական բյուջեն լինելու է շատ ավելի մեծ, գրեթե կրկնակի։ Ռաֆի Հովհաննիսյանը գիտության զարգացման համար ֆինանսավորման շեմը համարում է երկրի ՀՆԱ-ի 3%-ը, ինչին կարծում է, որ հնարավոր կլինի հասնել մինչև 2020 թվականը։ Ռաֆի Հովհաննիսյանը իր ծրագրում նշում է, որ ընտրվելուց հետո արդեն առաջի տարում, այսինքն 14 թվականին 1%-ին կհասցվի գիտության ֆինանսավորման ծավալները ՀՆԱ-ի մեջ։ Ռաֆի Հովհաննիսյանը կարևորում է նաև կրթության որակի բարձրացումը, բայց առաջին հերթին կարծում է, որ դպրոցները պետք է մոտեցնել ընդունված միջին ստանդարտներին, նորմալ շենքային պայմաններ, չկաթող կտուր եւ այլն։ Թեկնածու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ծրագիրը 3 բաժին ունի՝ քաղաքական բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն եւ տնտեսական ծրագիր։ Կրթությանը եւ գիտությանը վերաբերող դրույթները տեղ են գտել տնտեսական ծրագրում եւ հիմնականում վերաբերում են այդ ոլորտների կառավարմանը։ Գիտությունում կանցնենք ամբողջությամբ թեմատիկ ֆինանսավորման, բուհերում գիտական ֆինանսավորումը կավելացնենք, փորձելով հետայսու ավելի շատ գիտությունը կենտրոնացնել բուհերում, ինչ վերում ակադեմիական ինստիտուտները կանկախանան եւ նրանք կախված կլինեն նույնիսկ թե թեմատիկ հետազոտություններ իրականացնող ինչքանին իրենց վճարում։ Գիտության ազգային ակադեմիայի նախագահությունը կդառնա հանրային մարմին, կարգով, նա միջոցներ ֆինանսներ բաշխելու հնարավորություն չի։ Մինչ մյուսները խոսում են գիտության ֆինանսավորման ավելացման մասին, մենք զբաղվում ենք այդ գործով, ասում է Բագրատյանը, հիշեցնելով, որ 2012-ին ազգային ժողովում առաջարկել է օրինագիծ, ըստ որի գիտության ֆինանսավորումը պետք է հասցնել երկրի ՀՆԱ-ի 1%-ին։ Այսօր Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի մոտ 0.24%-ը։ Ընտրվելու դեպքում թեկնածուն պատրաստ է ամեն տարի 0.1%-ով կավելացնենք 1, մինչև 1.5-15 տարի։ Եթե Հրանտ Բագրատյանը նախագահ դառնա, երկիրը կանցնի կրթության հավաստագրային ֆինանսավորման։ Ֆինանսավորում աշակերտին, ուսանողին, իրականացնենք պետպատվերի մրցույթային տեղաբաշխում բուհերում, անկախ սեփականության բուհի սեփականության ձևից։ Թեկնածու Անդրեաս Ղուկասյանը չունի նախընտրական ծրագիր, ունի գործողությունների պլան, որտեղ կրթության եւ գիտության հարցերին վերաբերող կետեր չկան, բայց թեկնածուն ունի մոտեցումներ, որոնց մասին խնդրեց զրուցել իր շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանի հետ, քանի որ ինքն արդեն հյուծված է։ Տեսեք, Երևանի պետական համալսարանի կամ այլ համալսարանի ուսանողը, երբ որ ընդունում է ամերիկյան համալսարան, այնտեղ կոռուպցիա չկա ու ինքը չի կարողանում վճարի գնահատականությունը ստիպված սովորում։ Այսինքն համակարգային խնդիրներ ունենք մենք կրթական ոլորտում, այդ համակարգը թույլ է տալիս եւ ուսանողին եւ դասախոսին եւ ամբողջ ադմինիստրատիվ կազմին կոռուպցիայով զբաղվելու։ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբից ներկայացուցչի հետ այս թեմայով զրուցել չհաջողվեց, բայց ուսումնասիրեցինք թեկնածուի ծրագիրը, որտեղ 16 կետերով անդրադարձ կա այս ոլորտներին։ Դրույթները ընթերցելիս հիմնականում պարզ չէ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ տեղի կունենան։ Օրինակ գրված է. հետևողականորեն աջակցելու ենք վերջին տարիներին մեր գիտնականների գրանցած հաջողությունների հետագա խորացմանը։ Իսկ որպես ավելի հստակ քայլեր կարելի է նշել, որ Սերժ Սարգսյանը խոստանում է յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար տրամադրել համակարգիչ, կառուցել նոր մանկապարտեզներ, դպրոցներում ապահովել որակյալ համացանց, գիտական հիմնարկները դարձնել ավելի ազատ։